Ուրեմն հարգելի իմ դիտորդ մի բանի մասին եմ ուզում խոսեմ։ Ասում է բանը Ռոբերտ Քոչարյանը եղնիկներով սվիտրով է եկել Հայաստան։ Ես չգիտեմ այդ որ մի անգրագետի մեջ բերումն է, բայց ուրեմն այն ժամանակվա ամենամոդայիկ, ամենաթանկ սվիտրներն են եղել այդ եղնիկներով սվիտրը։ Ինչի համար եմ ես հիշում, որովհետև եղբայրս, մայրս ունեին խանութ շուկայում եւ իրենք վաճառում էին հենց այդ եղնիկներով սվիտրներն ու այս Հայաստանեն ամենապուզատեն, ամենալավ, այն ամենա բիզնեսմեն տղեկը գալիս էին հենց այդ սվիտրներից էին առնում, հագնում։ Մեկը ես իմ ախպերը կարգին շնորհքով տղա է, էլի, ինքը հագել է այդ սվիտրը, ասենք հիմա դուք չեք հագել այդ սվիտրից, այսօր ասենց վերցնում քարեք գցում, հələ հա ես հասկանում եմ, որ էդ էլ կարող է քննադատեն են մարդիկ, ովքեր էլի նախանձից, որ իրանք ժամանակին չեն կարողացել ժամանակի հետ համընթաց, մոդայի պահանջների հետ հավասար քայլեն ու ապրեն, այսօր քննարկում են Ռոբերտ Քոչարյանի եղնիկներով սվիտրը, բայց ուզում եմ ասեմ, այստեղ էլ եք դուք խափնված, որովհետև այդ սվիտրը այդ ժամանակի ամենաթանկ ու ամենամոդայիկ սվիտրն է եղել։ Եվ ամենալավ, ամենակարգին, ամենաբժիշկներն են հագել, ուսուցիչներն են հագել, դատավորներն են անգամ հագել, այս ինչ եք դուք խոսում։ Այս էլ մի կողմ դրած, ուրեմն քանի որ Ռոբերտ Քոչարյանը ծախեց կերավ եւ այլը, հիմա ես ձեր ուղեղը նորից թարմացնեմ, որտեղ ոնց որ ինձ թվում է ձեր ուղեղի բջիջները սատկել է։ Ես հիշում եք դուք Քոչարյանին զուգահեռներ անցկացրեք ինչ երկիր տվեցին, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ երկիր տվեց, ինչ դարձրեց Քոչարյանը այս երկիրը, ու հիշեք Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ինչ տեսակ երկիր վերցրեց ու ինչ դարձրեց այս երկիրը։ Այո, երբ որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին, Վազգեն Սարգսյաններ, Կարեն Դեմիրճյաններ, Յուրի Բախշյաններ, մենք ունեինք համ ուժեղ բանակ, համ Արցախ, համ անկախ Հայաստան, համ դիվանագիտական դաշտում հաղթանակ, համ Ադրբեջանի հանդեպ հաղթանակ, համ Թուրքիայի հանդեպ հաղթանակ, ոչ մեկը չէր կարողանում բարձր խոսել, մեր տարածք օձը իրա բնով, թռչունի իրա թևով չէր անցել։ Ինչ ունենք հիմա մենք, համեմատեք մինչև Նիկոլ Փաշինյանը ձեր Հայաստանի, մեր Հայաստանի քարտեզը, ու հետո Նիկոլ Փաշինյանից հետո լավ մորդ այսքան տախտակ, դուք եք մեղավոր, որ մենք գնում ենք կործանման, այս էլ է ձեր ձեռից գնալու, բայց դե դուք ինչ, ձեր համար ինչ տարբերություն, դուք չունեք այդ մտածողությունը, թե ինչ բան է հայրենիքը, ձեր համար չկա սրբություն, եթե դուք կարողանում եք թուրքական երաժշտություն լսեք, եթե դուք կարողանում եք մուղամիտակ հանվեք, հագնվեք, ես էլ բան չունեմ ձեզ ասելու, ուղղակի խոսքս ուղղում եմ իմ նման մարդկանց, որ մենք ցավում ենք, տանջվում ենք, չենք կարողանում ընդունենք այս կեղծիք, այս կործանումը, ինչը որ տեղի է ունենում մեր երկրի հետ։ Ձեր ուղեղներից ես մի բուռ վեկալում են, ամեն օր դնում են այն կողմ, կամ էլ ես լավ կերշերը պամ ու լվանում են, դրա համար չկա, օդ է։